Ռոբոտն այստեղ բժշկի ձեռքի շարունակությունն է։ Թումայ կոչվող ռոբոտիկ վիրաբուժական համակարգը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ Հայ մասնագետները տեխնոլոգիայի երկար ուսումնասիրել են ու ծանոթացել նրբություններին։ Ռոբոտիկ վիրահատությունը չի բացառում բժշկի ներկայությունը, իրականում փոխվում է միայն գործիքակազմը։ Մեթոդաբանության հիմքում լապարասկոպիան է։ Վիրահատության կանոններն ու սկզբունքները մնում են անփոփոխ։ Աշխատանքային պայմաններն են էապես տարբեր, բացատրում է Սլավմեդ բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի ղեկավար Մհեր Մխիթարյանը։ Նույն տրոհակարներ են դրվում որովայնի առաջնային պատին, հիվանդի որովայնի խոռոչում գազ է լցվում, հեռացվում է, օրենքները նույնն են, բայց աշխատանքային պայմաններն են այլ։ Ռոբոտիկ համակարգով աշխատելը զգալիորեն ավելի դյուրին է, ինչն անմիջականորեն անդրադառնում է վիրահատության ելքի վրա։ Ռոբոտիկ տեխնոլոգիան թույլ է տալիս վիրաբույժին աշխատել չափազանց նեղ և բարդ հատվածներում, օրինակ՝ կոնքի խոռոչում, որտեղ ամեն շարժում պահանջում է առավելագույն նրբություն։ Օրգանների ոլորաններում, այսպես ասենք, մանևրելն ավելի հեշտ է նյարդեր կամ անոթներ անջատելիս, կար դնելիս կամ արյունահոսությունը կանգնեցնելիս։ Ինքնին ռոբոտը ոչինչ չի կարողանում անել, բժիշկն է ղեկավարում ռոբոտին։ Եթե դու չղեկավարես, դու չշարժես ռոբոտի ձեռքերը, ռոբոտը ոչինչ չի անում։ Ռոբոտիկ և դասական լապարասկոպիկ գործիքների միջև կա զգալի տարբերություն։ Առաջինի ծայրն ուղիղ է և կարող է շարժվել միայն վերև, ներքև, աջ և ձախ, իսկ ռոբոտիկ գործիքի ծայրն ունի մի քանի հոդ, կարող է ծալվել և պտտվել մինչև 360 աստիճան։ Այսինքն այն ամենանեղ տեղերում, որտեղ որ պետք է գործողություն անես, օրինակ նյարդեր անջատես, անոթներ անջատես կամ արյունահոսություն կա, ռոբոտի գործիքով կարող ես այդ նեղ տեղում և կարել, և հյուսվածքը անջատել, և արյունահոսության դեպքում վառել արյունահոսությունը կանգնեցնել։ Բժշկական ցանկացած միջամտություն ենթադրում է որոշակի ռիսկ։ Ռոբոտիկ վիրաբուժությունը ռիսկերը հասցնում է նվազագույնի, ասում է Սլավմեդ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայության ղեկավար Լևոն Գրիգորյանը։ Ռոբոտ համակարգը հնարավորություն է տալիս այդ վիրաբուժական ռիսկերը նվազեցնել, որովհետև ինչպես նշեցի, 3D համակարգով ենք դիտում, ավելի նուրբ շարժումներ ենք անում, ռոբոտի ձեռքերը կրկնօրինակում են վիրաբույժի ձեռքերի աշխատանքը՝ ի տարբերություն լապարասկոպիկ վիրաբուժության, եւ սա բնականաբար նվազեցնում է այդ ռիսկերը, մեծացնելով վիրաբուժության ճշգրտությունը եւ բնականաբար բարելավում ապաքինման առողջացման գործընթացները։ Ռոբոտիկ տեխնոլոգիայի հնարավորություններն անսահմանափակ են։ Առավելություններից մեկը բարձր եռաչափ տեսանելիությունն է, ինչն օրգաններն ու նյարդերը պահպանելու նախապայման է։ Առողջ հյուսվածքները քիչ են վնասվում, մինիմալ ինվազիվ է։ Այդպիսի մանրամասն և հստակ պատկեր հնարավոր չէ ստանալ որևէ այլ վիրաբուժական մեթոդի դեպքում։ Իհարկե բարդությունները նվազեցնում է, երբ որ դու կոպիտ չես աշխատում, երբ որ դու նուրբ ես աշխատում, երբ չի հոգնում վիրաբույժը եւ նաեւ ռոբոտի ձեռքերը չեն հոգնում, ռոբոտի ձեռքերը չունեն տրեմեր, այսինքն ճշգրտությունը ամեն ինչը բարձր մակարդակի վրա է եւ բժիշկը աշխատում է ավելի կոմֆորտ պայմաններում եւ ինչքան բժիշկը չի հոգնում, ինչքան թարմ է աշխատում, այնքան ավելի արդյունավետ է աշխատում։ Վիրաբուժությունն անցել է տարբեր փուլերով։ Բժշկական կենտրոնի ուռուցքաբան, գինեկոլոգ Վահե Տերմինասյանը նկատում է. սկզբում բաց վիրահատություններն էին, բարդությունները հաճախակի, վերականգնման փուլը երկար։ Ընթացքում զարգացան լապարասկոպիկ միջամտությունները, որոնք սկզբում ընդունվում էին թերահավատությամբ։ Ժամանակը փաստեց դրանց առավելությունները՝ ավելի քիչ վնասվող հյուսվածքներ, վերականգնվելու կրճատված ժամանակ և ճշգրտության բարձրացում։ Նոր ասելիք ու պատկեր թելադրող ուղին ավելի կատարելագործել է ռոբոտիկ վիրաբուժությունը։ Գինեկոլոգիայում մենք կարող ենք տարբեր հիվանդությունների ժամանակ կիրառել ռոբոտիկ վիրաբուժությունը։ Դա կարող են լինել ինչպես չարորակ նորագոյացությունները, այնպես էլ բարորակ հիվանդությունների կապակցությամբ կատարվող վիրահատությունները։ Դա կարող է լինել էնդոմետրիոզը, դրանք կարող են լինել մեծ միոմաները եւ հատկապես այն դեպքերում, երբ մենք ուզում ենք պահպանել օրգանը, այսինքն հեռացնել մեզ խանգարող խնդիրը եւ կնոջը թույլ տալ նորից մայրանալ կամ առաջին անգամ մայրանալ, ինչպես նաեւ այն պացիենտներին, այն բուժառուներին, որոնք ունեն ծանր ուռուցքային հիվանդություններ, պահպանել ինչպես իրենց կյանքը, այնպես էլ առողջությունը եւ իհարկե կյանքի որակը։
Ռոբոտիկ վիրաբուժությունն էլ իր պահանջներն ունի, ոչ միայն բարձր որակավորմամբ վիրաբույժ, այլև վերապատրաստված մասնագիտական թիմ։ Մեր կլինիկայում ձևավորվել է ռոբոտիկ թիմ, այդ թիմի անդամները վերապատրաստվել են, տրեյնինգներ են անցել, թե ոնց պետք է ռոբոտի հետ աշխատել, որտեղ ամեն մի անդամ այդ թիմից ունի իր համապատասխան պարտականությունը։ Ասիստենտներն իրենց գործն են անում, քույրերն իրենց գործն են անում, դրսի ասիստենտները ռոբոտիկ համակարգներն են տեղաշարժում, բոլորն ունեն իրենց պարտականությունները եւ մեր թիմը վերապատրաստված է։ Դեռ 2022 թվականից մենք սկսել ենք վերապատրաստվել, օրինակ ես արտասահմանում եմ վերապատրաստվել, այս տարի բժիշկներով վերապատրաստվել ենք Բելգիայում եւ վերջում արդեն ռոբոտի ֆիրմային կից Շանհայում միջազգային կրեդիտավորված տրեյնինգ ցենտրում եւ լիցենզավորում ենք ստացել, որ կոնկրետ այս ռոբոտով կարող ենք վիրահատել եւ մարդկանց վիրահատել օգնել։ Ռոբոտիկ համակարգերի ամենատպավորիչ առավելություններից է հեռավար կիրառումը։ Վիրաբույժը եւ հիվանդը կարող են գտնվել հազարավոր կիլոմետրերի վրա, իսկ վիրահատությունը նույն ճշգրտությամբ է, ինչ հենց տեղում։ Օրինակ 21000 կիլոմետր հեռավորության վրա մեր ռոբոտով, Thumai Premium ռոբոտով վիրահատություն է կատարվել։ Հիվանդը եղել է 1 հիվանդանոցում, ռոբոտիկ համակարգին միացված եւ այլ 21000 կիլոմետր հեռավորության վրա նստած վիրաբույժը այս հիվանդի պրոստատը հեռացրել է, շագանակագեղձը հեռացրել է։ Սա թույլ է տալիս, որ հիվանդն էլ կարիք չունենա մեկնել այլ երկիր վիրահատվելու։ Օրինակ, ուրոլոգիայում սա համարվում է ոսկե ստանդարտ շագանակագեղձի քաղցկեղի դեպքում ռադիկալ պրոստատեկտոմիայի ժամանակ։ Ռոբոտը հնարավորություն է տալիս, եթե վաղ փուլերում ախտորոշված գոյացություններ են, այդ նյարդային սեռական անոթները, նյարդանոթային խրձերը պահպանել եւ պահպանել են բոլոր հյուսվածքները, որոնք պատասխանատու են մեզը պահելու համար։ Եվ հետվիրահատական շրջանում շատ ավելի քիչ են լինում անմիզապահությունները եւ էրեկտիլ դիսֆունկցիաները։ Այսինքն սա մեծ առավելություն է տղամարդու համար։ Ամենահաճախ տրվող հարցը՝ ինչ արժե սա։ Ռոբոտիկ վիրաբուժությունը լապարասկոպիկի համեմատ ավելի բարձր ինքնարժեք ունի, քանի որ կիրառվում են արդի թանկարժեք գործիքներ, սակայն մասնագետը սա արդարացված է համարում արդյունքի տեսանկյունից, նախընտրելով կոնկրետ գներից չխոսել։ Աիդա Ավետիսյան, Սամվել Գալստյան, Ռադիոլուր։